ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, դրա նկատմամբ հետաքրքրությունը բարձր է։ Տիգրան Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է միությանն այլ երկրների անդամակցության հնարավորությունը։ Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին։ Առաջին հերթին հետաքրքրություն կա կնքել ազատ առևտրի գոտիների համաձայնագրեր, եւ այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները եւ այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխհարաբերություններ։ Միության անդամ երկրների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները ընդունել են որոշումներ, որոնք կամրապնդեն կառույցի միջազգային հեղինակությունը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության համար դա առաջնահերթություն է։ Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է։ Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացներ են, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով։ Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին, հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումը, այդ թվում առևտրի միջազգային կազմակերպության կազմում։ 2015 թվականին միությունը համաձայնագիր է ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ ԵԱՏՄ բոլոր երկրների եւ Վիետնամի հետ։ Համաձայնագրին միանալու համար բանակցում են Եգիպտոսը, Թայլանդը, Իրանը, Մոնղոլիան եւ Սերբիան։ Սոնա Աղբալյան, օրակարգ։